Ողջունենք ձեզ, սիրելի հավատացյալ հայ ունգընտիրներ, հոս սիրո ձայնն է, ձեզի հետ ենք գանչ պերգության հոգևոր հայդակրով, որ գսպրվի ամեն գիրագի արավոտյան ժամը 8-ին, 105 ստորագետ 9, 106 ստորագետ 1 և 106 ստորագետ 3 FM ալիքներուն վրա։ Քրիստոսի սիրո բադվիրանը մնաց էր մեջ, սիրելի է բադվական հավատացյալ ունգընտիրներ, այսօր գիրագի 25 դեկտեմբեր 2016 դոնն է ծննդյան դյար մերո Հիսուսի Քրիստոսի։ Մեր հայդակրի առաջին մասով բիդի ընթերցենք այսօրվա ավետարանը, Գոգաս ավետարանի երկրորդ գլուխեն, առաջին համարեն մինչև 7-րդ համարները։ Այն օրերուն Օգոստոս Գայսրին գողմե ելավ հրամանակիրը մարտահամար ընելու ամբողջ դիեզերքի վրա։ Այս առաջին մարտահամարը դեղի ունեցավ, երբ Գյուրենիոս գարավարիչն էր Սուրյո։ Ամենքը գերտային մարտահամարի յուրաքանչյուրն իր քաղաքը։ Հովսեփ Գալիլեո Նազարեթ քաղաքեն ելավ դեպի Հրեաստան, Դավիթի քաղաքը Բեթլեհեմ, որովհետև Դավիթի դունեն եւ սերունդեն էր։ Արձանագրվելու համար իր նշանածին Մարիամի հետ, որ հղի էր։ Մինչ այնտեղ գտնվեին, հասավ ժամանակը Մարիամի ծննդաբերության եւ ծնավ իր անտրանիկ որդին, բադեց խանցարուրներով եւ դրավ զինք մսուրին մեջ, որովհետեւ իջևանին մեջ դեղ չգար անոնց համար։ Բարքի բարձունս Աստուծո եւ հերգիր խաղաղություն, իմ արդիկ հաջություն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ցեզի մեզի մեծ ավետիս։ Այս ավետիսով այսօր գողջունենք ձեզ, սիրելի հավատացյալներ, սիրո ցայնի գանչ պերգության հոգևոր հայդակրի հավատարիմ ունգընտիրներ։ Այո, 50 օրերու պատրաստության ընթացքին սպասված դոնն է այսօր, քանզի մեր Տերը Հիսուս Քրիստոս ծնավ Բեթլեհեմի քաղաքի աղքատ մսուրի մեջ, որովհետև իջևանին մեջ դեղ չգար իրեն համար։ Ահա վասիկ մեր կյանքի ճանապարհորդության ընթացքին անգամ եւս արիթը կհանդիսանա մեզի նույն ուժգնությամբ եւ քաղցրությամբ դարձյալ ըսելու ավետիսը մեր Տիրոջ ծննդյան մեծ խորհուրդին։ Զոր հրեշտակները երկնքի բարձունքներեն հնչեցուցին իլուր հովիվներուն եւ մարդկության։ Այդ ավետիսին փարապանությունն ու մաղթանքը դարավին կշարունակե նույն ներգործությամբ թափանցել մեր հոգիներեն ներս, երբ անիգա կշարունակվի երկվիլ մեր եկեղեցվո սուրբ կամարներուն ներքև, այս անգամ համեստ, սակայն հավատացյալ մանուկներուն ու թբիրներուն բերնով, փառք ի բարձունս Աստուծո եւ հերգիր խաղաղություն, իմ արդիկ հաջություն։ Man
մեր Տիրոջ եւ Փրկչին Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան դոնը դիսական արարողություններն անտին եւ ընկերային գեղեցիկ խրախճանական հավաքույտներն ավելի բարձր, յուրաքանչյուր հավատացյալ անհատի մեջ մարդկային ու աստվածային արժեքներ հայտնաբերող ամենալուրջ իրականությունն է։ Սիրելի եւ պատվական հավատացյալ ունգընտիր, Աստվածահայտնության դոնին ավետարանական պատմությամբ մեզի փոխանցվող դերեկությունները կբացահայտեն հոգևոր խորունկ ճշմարտություններ։ Այս պատճառով յուրաքանչյուր անգամ անիգա գրկնելով մեր առջև գրգին արիթը կբացվի փրկագործության բազմիմաստ նշաններեն մեկը հատուկ խորհրդածության առանցքը դարձնելու։ Սուրբ ծննդյան տոնախմբությունը այսօր եւ հիմա ներկա իրավիճակեն ու գացութենեն մեկնելով իբրև ոգեղեն ընձա մեզի գբերե նեղությանց ու դակնաբի մեջ գտնվող մարդոց փորձառությամբ շահված ու հաստատված հույսին ճշմարտացիությունն ու գերազանցությունը։ Աստվածաշունչ Մատյանը մեկ կողմե գարցանակրե Աստուծո ծրագիրը մարդն ու ստեղծագործությունը փրկելու, մյուս կողմե գճշտե այդ ծրագրին փրկագործության իրագործման ընթացքը։ Այդ ծրագիրը ինքզին կդրսևորե ժողովուրդներու մեջ փոքր ցեղիմը հոգևոր փորձառությամբ, նահաբետներու, արքաներու եւ մարգարեներու ջամփով, որոնք երկնային անձնավորությանմը դիվոջ կողմե արաքիալիմը օձյալին պատկերը աստիճանաբար կհայտնաբերեն ու կդեղատրեն սերունդներու դեսատաշտին վրա, փոխանցելով անհատական ու հավաքական հավատքի գիտակցության մեջ փրկիչին անհրաժեշտաբար գալու իրականությունը։ Անհրաժեշտորեն, որովհետև երբ մարդ արարածը նայի ինքն իր մեջ, իրանցին ու իր կարողությանց, հստակորեն ինքզինք այս անզոր պիտի գտնե աշխարհի զորավորներուն կամ հզորներուն դիմաց, դգար, սեփական ու զինք շրջապատող ընկերային դժվարությունները հաղթահարելու, ցեպազատվելու կամ ազատագրվելու։ Սակայն, երբ նույն մարդը սպասումով գնայի արարիչին, էյաբես ու խորաբես կփոխագերբվին իր կյանքն ու վավերական կյանքի նպատակը։ Հին ժամանակներեն սկսյալ մարդկային կյանքին մեջ սովորաբար կգնահատվին իմաստուն խոսքերն ու գործերը, երբեմն ոչ իրենց ժամանակաշրջանի մեջ կամ ժամանակագիծներուն կողմէ։ Պատմությունը բազմաթիվ օրինակներով կհաստատի այս բարձ իրականությունը։ Հիշենք մեր Տիրոջ խոսքն ու օրինակը. իր իսկ ստեղծած աշխարհը եկավ, բայց իր իսկ ստեղծած մարդիկը զինք չընդունեցին, Հովհաննես 1:11։ Այս տարվան սուրբ ծննդյան հույսի խորհրդին առնչությամբ իբրև հոգևոր փորձառության վկայություն կմասնավորենք մարգարեներուն մեջ փոքր գոչված Միքիայի մարգարեության եզրափակող ու հավատացյալներու ակնկալությունները խտացնող հայտարարությունը։ Բայց ես Տիրոջս պիտի նայեմ, իմ փրկությանս Աստուծուն պիտի հուսամ եւ իմ Աստվածս պիտի լսես իս։ Միքիա 7:7 համար։ Արտարև այս է մարգարեն, որի ժողովրդի տերահավատությունը եւ Աստուծմե հեռանալու իրողությունը ողբով մը խարազանել է, զանոնք գհրավիրե առաստված վերադարձի, անոնց հայտնելով թե դերը փրկիչ մը խոստանա Բեթլեհեմեն, որ պիտի հովվե իմ ժողովուրդս։ Եթե Տիրոջ կալստյան օրն ու ժամը, ինչպես մեր փրկիչը կհայտարարե, անորոշ ու անհայտ է, ինչպես կրնալալ, որ Միքիա մարգարեն անբացատրելի վստահությամբ ինքզինք հեռացնելով տերահավատներու ամփոխեն, հավատքի հայտարարություն կկատարե ասելով, բայց ես Տիրոջս պիտի նայեմ։ Այս հավատքն է, որ մեզ շատ շատերուն մեջ կբացի այսօր։ Աստուծո մեր փրկիչին նկատմամբ բարդվածի եւ գասկածամիտի հոգեբանական հիվանդությունն է, որ մեր միտքերուն մեջ մարդկայնորեն մտածված դարօրինակ ու հաջող անհերադես ծրագիրներ գորոջա, մեզ շեղելով կյանքի ուղիղ ճանապարհեն եւ ստեղծելով մեր մեջ իրադես, քաչածանոթ ու գիտուն գարկատություններ ընողի հոգեվիճակները։ Վերադառնանք մարգարեության 3 մասերով բաժնված խոսքի իմաստին։ Միքիա մարգարեն կգրկնե 3 բայեր. պիտի նայեմ, պիտի հուսամ եւ պիտի լսե։ Ավելին, յուրաքանչյուր բայի առընթեր գավելցնե նայիլ Տիրոջ, հուսալ Աստուծո եւ Աստված պիտի լսե մեզ։
Մարգարեն բարձունքներեն վեր սլացող արձիվիմը նայվածքով ու գետրոնացումով գտիդե և գսպասե, գհուսա իր պերկչին, իր ժողովուրդի ազատագրման գամպերգության։ Ան գիտե, որ և հավատքով, հարադևությամբ ու հաջախ արդուն մշտական աշխատանքով խոսի, աղոթե, բաղադի, աղաչե իր աստուծույն, անգաստկած այն աստվածը, որ ինք կբաշտե, բիդի լսե, ընթարաչե և գադարե ինչ, որ անհրաժեշտ է մարդու և ժողովուրդի պերգության համար։ Արևելքի մեջ դիրող այս տագնապալի օրերուն մենք ևս որպես խմբավորում, քաղուտ, գաբվինք Միքիա Մարգարեի ժամանակաշրջանը և նման մթնոլորտ մը գդիրե շրջանագեն ներս։ Քիչեր են անոնք, որոնք իրենց նայված կգուղեն դիրոջ, կխոգան անոր խոսքերուն ու վարտաբեդության գաղապարներուն մասին, կփորձեն հասկնալ պերկչին ծննդյան, գալստյան խորհուրդին գրկնությունը, դոնը մեր կյանքի մեջ, բայց ալավելի կաշխատին անոր պատգամները իրականացնել իրենց ամենօրյա կյանքին մեջ, այն շրջապատին սահմաններեն ներս, ուր իրենք կջարեն իրենց ամենօրյա հացը քրդինքով, զոհողությամբ ու նվիրումով։ Այսօր անգասկած նեղության ու դարաբանքի օրերը կշարունակենք գրել հավաքապար, բայց քրիստոնեական մեր հավատքի յուրահատուկ ու տարավոր փորձառությամբ, որպես մեկ ազգի զավակներ, մեր աչքերը գուղե նայելու Տիրոջ ամբողջական ու անվերաբահ գետրոնացումով և հավատքով։ Անոր պիտի սպասենք, պիտի հուսանք, ոչ թե մեր փափաքած ժամանակաշրջանին համար, այլ իր դնորինումին ու մեր ազատագրության և փրկության օրվան համար, որովհետև խորապես կհավատանք, որ մեր աղոթքները անպայման լսելի և ընդունելի պիտի ըլլան անոր, որ մեզ սիրեց ու մեզի համար մարմնացավ։ Մենք աստկովին պիտի չթատրինք աղոթել է, նույնիսկ երբ չենք գիտեր ինչպես աղոթել, սակայն Սուրբ Հոգին մեզի օգնության պիտի հասնի, ոչ միայն ճշմարտապես աղոթել սորվեցնելով, այլև բարեխոսելով երկնավոր Հոր ներկայության, ինչպես մեզի կսորվեցնե Պողոս առաքյալ։ Հույսով նայինք Փրկչին ծնունդին, կյանքի աղբյուրին և վստահության ներշնչումով ապրինք բարությամբ ու բարեգործությամբ լեցուն Աստվածահաճո կյանքը։ Սիրելի երիտասարդներ, հավատացյալ քույրեր և եղբայրներ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի այս շրջանին դուք դարձեք ձեր գաղութներու մեջ ձեր երկարող մասնիկները։ Աղոթեցեք անտատար աղոթեցեք, մինչև որ հասնիք ձեր նպատակին, մինչև որ ստանաք մանուկ Հիսուսեն ձեր բահանջքին պատասխանը։ Եկեք սիրելիներ, բահմգան կառնենք մսուրին առջև, հոն ուր կհանգչի մանուկը իր ծնողքին հետ միասին ու բոլորը մեկ ցուրդեն կպաշտպանվին այնտեղ գտնվող կենդանիներուն շունչով։ Եկեք մեր աչքերը սևեռենք մանուկ Հիսուսին վրա, որ մեզ մեր յուրաքանչյուրին համար հատուկ պատգամ ունի։ Այսօր Բեթղեհեմի մեջ մանուկը մեզ կսպասե ու վերստին կհրավիրե մեր մեջ ամրապնդելու մեր հավատքը, մեր հույսը և սերը իրեն հանդեպ։ Ան գոչ կուղե մեզ մեր յուրաքանչյուրին երբեք չհանձնվելու և մեր պայքարները շարունակելու մինչև վերջ, մինչև հաղթանակ։ Այսօր առավել քան երբեք մանուկ Հիսուսը մեր մտքերում մեջ կուզե առավել հաստատել մեր հավատքին, իրեն հանդեպ մեր վստահությունը, որպեսզի կարենանք դիմակրավել հազար ու հազար տեսակի հալածանքներն ու դժվարությունները արևելքեն մինչև արևմուտք, դառնալով մեկ Քրիստոսի մեջ։ Եկեք ուրեմն թարմացնենք մեր սարած սրտերը իրարու հանդեպ, դուրս քշենք ադելությունն ու նախանձը, եսասիրությունն ու քաղցրությունը, ու անոնց տեղ ամուր բահենք հավատքն ու հույսը, սերն ու հարգանքը ու խոր նվիրումով դառնանք Քրիստոսի ճշմարիտ առաքյալները այս աշխարհի մեջ։ Ամեն։ Աշխարհին
Գանչպերգության հոգևոր հայդակրի ողջ անձնագազմը կշնորհավորեց Ձեր սուրբ ծնունդն ու ամանորը, մաղթելով յուրաքանչյուրին Քրիստոսով լիացած ամրագուր հավատք, մարդկության հանդեպ սեր ու հույսերով լեցուն գանաչ ճանապարհ։ Թող մանուկ Քրիստոսը մեզի շնորհե սերդի ու հոգի անտորություն, մտքի բայձարություն, որովհետեւ մեր սերդերուն մեջ բայձար արևու ջարակայթներու նման թափանցե հավատքն ու կյանքի արժեքները։ Մեր անձնագազմին անունով շնորհակալություն կհայտնենք բոլոր անոնց, որոնք շնորհավորեցին մեզ ու իրենց մաղթանքներով առավել ջոխացուցին մեր դոնական մթնոլորտը։ Քրիստոսի սիրո բադվիրանը մնա ձեր մեջ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզի մեզի մեծ ավետիս։ Սիրելի ունկնդիրներ, այսօր ծնունդի դոնին աղթիվ ձեզի կմաղթեմ բարի եւ սուրբ ծնունդմա։ Հովիվները բարդականություն ունեին աշխարհի հրճագերու ավետիսը։ Մեր գարքին զայն լսել են յետ մենք ալ գբարդին զայն փոխանցել աշխարհին։ Մեզի կմնա ապրիլ սուրբ ծնունդը։ Մեր բարդականությունը վկայել անոր առաքելության եւ աղոթել մանուկ Հիսուսին հետ խաղաղության համար, որ դվավ եկեղեցվո եւ ամբողջ մարդկության սրդենուն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզի մեզի մեծ ավետիս։ Հայր Գեորգ Եպիսկոպոս Ասադուրյան, օգնական եպիսկոպոս Հայ Գավրիել Պատրիարքական թեմին։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ահա ամեն տարի գահավաքվինք դոնախմբելու եւ դոնագադարելու համար Հիսուսի ծնունդ Լևոնյան հայ վարժարանին դբրևանքին անունով, վարդապետներուն անունով, ժառանգավորներուն անունով մեր մաղթանքը այն է, որ ծննդյան դոնը խաղաղություն բերե աշխարհի բոլոր մարդոց եւ բոլոր երկիրներում, Հայաստան, Ղարաբաղ եւ մանավանդ Միջին Արևելք եւ հատկապես այն վայրերը, ուր խաղաղությունը վտանգված է։ Բարելույս մեր շատ սիրելի ունկնդիրներուն, ինչպես նաև մեր շատ սիրելի վարդապետին Հարմաշտոցին ուզեի նախ շնորհավորել այս գեղեցիկ հայդակիրին համար եւ աղոթ բացրացնել Աստված, որ մեր եկնավոր հայրը գուցե այդ բռնի սիրելի վարդապետ, որ այսպեսի միշտ գեղեցիկ հայդակիրներով մեզի ջոխացնես մեր հոգևոր կյանքը։ Իսկ նաև պիտի շնորհավորեմ մեր բոլորին նախ սուրբ ծնունդը մաղթելով, որ Հիսուս մանուկը մեր սրտի մեջ կա ու մեր սրտի մեջ մնա այդտեղ ծնի։ Պեսնավ դի մաղթեմ շահավոր նոր դարիմը, հույսով ենք, որ 2017-ը ավելի խաղաղ, ավելի հանդարտ եւ ավելի գեղեցիկ դարիմը գլա մեր բոլորին համար։ Շնորհավոր սուրբ ծնունդ եւ բարի ամանոր։ Սրտանց կմաղթեմ համայն աշխարհին խաղաղություն, հատկապես մեր տագնապալի Միջին Արևելքին, Սուրյո եւ շրջակա բոլոր երկիրներում։ Մեր Լիբանան հայրենիքին նաև հարադև խաղաղություն եւ ինչու՞ չէ նորանոր նվաճումներ։ Իսկ մեր սիրելի մայր հայրենիքին Հայաստանին փառքավաճում, հերոսական Արցախին դոգունություն եւ հարադև պայքարի ոգին մինչև վերջնական հաղթանակ, իսկ համայն ազգիս կմաղթեմ միասնականության ոգին փառքավաճի, մինչև որ միասնապար հասնենք իրականացնելու մեր սրբազան թադին հաղթանակը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, շնորհավոր նոր տարի, Գրեգոր Կալուստ։ Սուրբ ծննդյան եւ ամանորի դոներուն արդիվ կմաղթեմ, որ մարդիկ իրար ներեն եւ սիրեն, իրար չվշտացնեն անցողագին յութերու համար, իսկ համայն աշխարհի կմաղթեմ խաղաղություն։ Ռիտա Բոյաջյան։ Ամանորի եւ Սուրբ ծնունդի այս ուրախ արիթով ես պիտի ուզեմ փոխանցել 3 մաղթանքներ։ Առաջին մաղթանքս է մեր հայրենիքի Հայաստանի եւ մասնավորապես Արցախի գայուն խաղաղություն, մեր սահմանները հսկող զինվորներուն անվտանգ ծառայություն։ Ապա Լիբանանի մեջ քաղաքական եւ տնտեսական վիճակի բարելավում,
Եվ վերջապես մեր միջին արևելքի մեջ մարդկային եւ հոգեվոր բարձ արժեքներու, սիրո, համերաշխության, հանդուրժողականության վերահաստատում։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Նոր տարի 2017։ Միհրան Նաջարյան։ Ինչպես բանն Աստծո խոնարեցավ, մարտացավ, որբեսի մարդը բարձրացնե եւ աստվածացնե, նաեւ մեզ շնորհե խաղաղության, սիրո եւ նվիրումի շնորհները հրոմեն ցեզի գմախտենք շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Նոր տարի ցեզի դեր եղբայր Ժակ Քիշիշյան։ Սիրելի հավատացյալ հայ ունգընտիրներ, ցեզի հետ էինք գանչ փրկության հոգևոր հայդակրով։ Հիշեցնենք, որ սույն հայդակիրը գսպրվի ամեն գիրագի առավոտյան ժամը 8-ին, սիրո ցայնի 105 ստորագետ 9, 106 ստորագետ 1 եւ 106 ստորագետ 3 FM ալիքներուն վրա։ Քրիստոսի սիրո բադվիրանը մնաց ձեր մեջ։